Պարոն Դանիելյան, ինչպես եք վերաբերվում պետություն, եկեղեցի լարված հարաբերություններին եւ մեր իշխանությունների կողմից իրականացվող արշավին եկեղեցու դեմ։ Գիտենք, որ արդեն 3 սրբազան է ձերբակալվել, կան կալանավորված հոգևորականներ։ Իշխանությունը ինչ է փորձում ցույց տալ իր քայլերով։ Իհարկե, սա երբեք չենք մտածի, երբ որ հնարավոր է, որ այսպիսի բան տեղի ունենա, հայ առաքելական Սուրբ եկեղեցու մինչ այսօր 2 սրբազաններ եւ այսօր արդեն 3-րդը ձերբակալվել են եւ կալանավորվել։ Սրան մասին մենք շատ ենք խոսացել տարբեր մեր հարցազրույցների ժամանակ։ Իհարկե, Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած այս փոխականությունը անընդունելի է մեր համար եւ ընդհանուր հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այս ամենը ինչ որ կատարվում է, միանշանակ չի ընդունվում եւ հասարակության կողմից եւ Արցախայության կողմից եւ մեր կողմից դատապարտում ենք իհարկե, որպես ինչպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ես չեմ կարող այս ամենի կողքով անմաս մնալ եւ մենք բոլորով պետք է մեր աջակցությունը հայտնենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ պաշտպանենք այս հարձակումներից, որը իրականացվում են այսօրվա կառավարիչները։ Եվ այսօր ինչ որ գնահատականներ տալ եւ ինչ որ ասել, սա այսօրվա կառավարիչները այնպիսի քայլեր են իրականացնում, որ հնարավոր չէ մեկնաբանել եւ ոչ մի նորմալ իրավիճակում սա չի տեղավորվում։ Պարոն Դանիելյան, գիտենք, որ Վաշինգտոնում նախաստորագրվեց համաձայնագիր, որը ՔՊԱ-ականները այսպես ձեռք բերում են ներկայացնում եւ ամեն պատե անպատե առիթով հայտարարում են, որ իրենք խաղաղություն են բերել, որպես արցախցի, որպես պատերազմների միջով անցած մարդ, ինչպես եք պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղությունը, արդյոք մենք հասել ենք այդ կետին եւ արդյոք պետք է լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների, այսպես ասած, խավորությամբ կնքված այդ համաձայնագրին, հաշվի առնելով, որ Թրամփը մեկ մեր երկրի անունն է սխալ հիշատակում, Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդուն չի հիշում, ինչպես եք վերաբերվում համաձայնագրին։ Գիտեք, խաղաղության մասին երբ խոսում ենք, մենք 94 թվականի հրադադարից հետո Հայաստանի Հանրապետությունը Մինսկի խմբի շրջանակներով ամբողջ բանակցային գործընթացը գնում էր հենց խաղաղության։ Եվ 18 թվականի իշխանափոխությունից հետո այս իշխանությունները ամեն օր խոսում են խաղաղության մասին, բայց մենք անընդհատ ստանում ենք նոր պատերազմներ, պատերազմ եւ պարտություն, պատերազմ եւ պարտություն եւ վերեք հիշենք 19 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Ստեփանակերտի հրապարակում ինչ էր ասում, ազգային ժողովի ամբիոնից ինչ էր ասում, սկսում ենք մեր սեփական կետից եւ ընդհանուր Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի մեր օգտին կամ այնպիսի լուծում պետք է գտնվեր, որ Արցախայությունը պետք է մնար իր հայրենիքում եւ պետք է մենք շարունակել, մենք պետք է մնայինք Արցախում։ Բայց այսօր ունենք մի իրավիճակ, որ Արցախի Հանրապետության տարածքը օկուպացվել է, Արցախայությունը բռնի տեղահանվել է իր հայրենիքից, այսօր մեծ մասը գտնվում են հայրենիքի մի մասում, Հայաստանի Հանրապետությունում եւ ամեն ինչ անում են, որպեսզի Արցախայությունը դուրս գան Հայաստանի Հանրապետությունից իր հայրենիքից։ Օգոստոսի 8-ի հայտարարությունը հերթական ներկայացումներ են կարծիքով, որպեսզի հայ ժողովրդին ներկայացնեն, որ գնում են խաղաղության։ Ես եւ ընդհանրապես մեր ժողովուրդը խաղաղություն բոլորս ենք ցանկանում, բայց
միակողմանի զիջումներով եւ այսպիսի պարտություններով խաղաղություն չի կարող լինել։ Խաղաղություն ստանում են այն ժամանակ, երբ դու ուժեղ ես, ունես հզոր բանակ եւ քո հայրենիքի տարածքում չեն գտնվում թշնամու զորքերը։ Այսօր Բաքվի բանտերում են գտնվում մեր գերիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մնացած մեր բոլոր գերիները։ Եվ այսօր խոսալ խաղաղության մասին անիմաստ եմ համարում եւ պետք չի մեր ժողովրդին նորից կերակրել ստերով, որովհետեւ ինչ ասել են այսօրվա իշխանությունները, կատարվել է լրիվ հակառակը։ Պարոն Թանելյան, գիտեք, որ այս իշխանությունների համար Արցախի հարցը փակված է, իրենց թեթև ձեռքով լուծարվել է Մինսկի խումբը, որպես արցախցի, ձեզ համար գիտեմ, որ փակված չէ Արցախի հարցը։ Ինչպես եք պատկերացնում Արցախի հարցի լուծումը, բանակցողի դեպքում մենք արդյոք կունենանք այլ պատկեր, ինչ կփոխվի մեր դիվանագիտական ճակատում։ Նախ Արցախի հարցը ոչ մեկ չի կարող փակել։ Հայաստանի իշխանությունները այսօր հայտարարում են, որ չկա Արցախի հարց եւ փակել են իրենց համար։ Մեր համար Արցախի հարցը, Արցախի իշխանությունների համար փակ չի եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը, մեր իրավունքները, մեր վերադարձի իրավունքը։ Ինչ վերաբերվում է, ինչպես ենք պատկերացնում օրակարգերով կապված, Հայաստանի Հանրապետությունում երբ կլինեն ազգային իշխանություններ, այդ ժամանակ հնարավորություն կա Արցախի հարցը բերել օրակարգ եւ բանակցություններ տանել եւ մեր իրավունքները պաշտպանել։ Այսօրվա իրավիճակում, երբ իշխանությունը սրանք են, ոչ մի բան հնարավոր չի լինի։ Սրանց օրոք նրանք փակում են ամեն ինչ, նույնիսկ Արցախայությանը չեն ցանկանում, որպեսզի մնալ Հայաստանի Հանրապետություն։ Պարոն Թանելյան, արդյոք ով էլ կա իշխանության, այնպես է մսխված բոլոր հնարավորությունները դիվանագիտական ճակատում, որ այլևս հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, փրկել իրավիճակը։ Շատերը նշում են, մնացել է ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը, որովհետև իրավիճակը այնպես է խառնված իրար, դիվանագիտական հնարավորություն կամ չկա, կամ քիչ հավանականություն կա։ Ուրեմն, ինչ վերաբերում է Արցախի հարցը օրակարգ բերելու կամ ընդհանրապես միջազգային օրակարգ բերելու համար հնարավորություն չկա, նման բան չկա։ Եթե նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունում լինեն ազգային եւ նորմալ իշխանություններ, այդ հնարավորությունը միշտ կա, ուղղակի դրա համար ցանկություն է պետք, կամք է պետք, որ նորից օրակարգ մտցվի Արցախի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Թե ինչպես դա արդեն դիվանագետները եւ քաղաքական գործիչները արդեն կզբաղվեն, այսօր Արցախի Հանրապետության ազգային ժողովի կողմից ստեղծվել է հատուկ հանձնախումբ, արցախցիների հիմնարար հարցերով զբաղվում են, որ ղեկավարում է նախկին արտգործնախարար Հայաստանի Հանրապետության Վարդան Օսկանյանը եւ միջազգային տարբեր ատյաններում, տարբեր երկրների խորհրդարաններում եւ միջազգային կազմակերպություններում այսօր Արցախի հարցը քննարկվում է, Արցախի հետ կապված բոլոր հարցերը կան, վերադարձի իրավունքը դա միջազգային իրավունք է, դա ոչ ոք չի կարող ասել, որ դա չկա եւ վերջերս Շվեյցարիայի համադաշտության կողմից ընդունված խորհրդարանների երկու բանաձևերն են, որը հստակ նշվում է խաղաղության կոնֆերանս Արցախահայության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների։ Այսինքն այդ բոլորը, որ հնարավորություն չկա, կա հնարավորություն, ուղղակի ցանկություն է պետք եւ քաղաքական կամք։ Պարոն Թանելյան,